Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Մեկնարկել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Նա պահանջում է իրեն տնային կալանքից անհապաղ ազատարձակել։ Ինչպես եք գնահատում ընտրություններում հաղթելու, պարոն Կարապետյան։ Մի քանի օրից կասեմ։ Ըստ Փաշինյանի Վաշինգտոնը Երևանին հավաստիացրել է, որ Թրիփը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ առաջնահերթություն։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ընտրություններին ընդառաջ բարեգործության արգելքը խախտելու համար։ 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները ոչ իրավապահները, ոչ պաշտպանության նախարարությունը չեն բացահայտում։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կուղարկի Հայաստան չեզոքացնելու Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները։ Ըստ Թրամփի Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսել առաջիկա օրերին։ Նախ խորհրդարան տեղափոխվենք, ուր այսօր տեղափոխվել էին նախընտրական տրամադրությունները։ Հարցուպատասխանին իշխանությունը միայնակ էր մնացել առանց ընդդիմության, բանավեճ չստացվեց, բայց առիթն օգտագործեցին նրանց բացակայությունների վիճակագրություն վարելու համար։ Ինչու պետք է ընդհանրապես մեր ժողովուրդը այս քաղաքական ուժին ձայն տա։ Իշխանական պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը վիճակագրությամբ էր եկել խորհրդարանական հարցուպատասխանին։ Ընդդիմությունը 8-րդ գումարման ազգային ժողովի հարցուպատասխանի 43%-ին չի մասնակցել։ Խորհրդարանական երկրում վերահսկողական կարևոր գործիք է այս ֆորմատը։ Ուրեմն նրանց ինչու պիտի ընտրեն։ Հարցը հռետորական էր, բայց այն ուղղվեց Հայաստանի վարչապետին։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ոչ միայն ձեր նշած ուժին, այլև ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի։ Ուրեմն ընդդիմությունն ընդունում է իր պարտությունն այս քաղաքական երկխոսության մեջ, ըստ Փաշինյանի։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Գեղամ Մանուկյանի խոսքով ստախոսի հետ ինչ քաղաքական երկխոսություն։ Նախ խռոնիկ ստախոսի հետ վաղուց այլևս քաղաքական երկխոսություն չկար եւ հարցու պատասխանին երբ որ մասնակցում ենք վաղուց այլևս Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսություն չէր, այլ ուղղակի այն հստակ մեղադրանքներն էին մեր կողմից հնչեցում, որոնք ունեին հիմքը, ունեն փաստարկված ապացույցները եւ մի օր իրավական ճանապարհով այդ բոլոր մեղադրանքները նրան ուղղվելու են։ Կարծում եմ նաեւ մյուս կողմից էլ կամաց վեշերը հավաքելու process-ի մեջ են ազգային ժողովից։ Ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մտածի դուքյան դարձրած կառավարության ամառանոցի իր զբաղեցրած պալատներից ինչպես է դուրս հանելու օղի թորող սարքավորումներն ու իր թմբուկները։ Փաշինյանը նախկինների չփակվող թեման թարմացրեց ու ասաց, որ այդ թեման փակելու մի տարբերակ կա։ Մենք չենք կարող խուսափել նախկին ներկա բանից, թեմայից, երբ խորհրդանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նախկինների ներկայացուցիչներն են։ Ես էլի ասում եմ, այդ շանսը կա։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պարզապես չեն անցնում, չեն հաղթահարում անցողի քշեմը, եւ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հարցումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է, խնդիր է մեր ժողովրդի համար լուծելու համար, եւ մենք այդ էջը փակված ենք համարում։ Իշխանականների հարցերի առանցքում ընդդիմություններ արհեստական առաջնորդներից մեկն ասում է, եթե Փաշինյանն ընտրվի, Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ է սկսելու։ Հայաստանն աղքատանալու է։ Փաշինյանը ինչպես կմեկնաբանի։ Իսկ Փաշինյանը կրկնեց ոչ թե Հայաստանը, այլ Սամվել Կարապետյանն է աղքատանալու մինչև տարեվերջ։ Փաշինյանի գլխավոր մրցակից համարվող Ռուսաստանաբնակ գործարարը այսօր հայ-ռուսական հարաբերությունները փչացնող ու ԵԱՏՄ-ն կաթվածահար անող որակվեց։ Փորձ անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են, վստահեցնում է Փաշինյանը, առաջարկում հետևել ամենաբարձր մակարդակի շփումների դինամիկային։ Մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում,
չենք վիճելու։ Գործերը շատ լավ են թրիփ նախագծի մասով։ Մտահոգությունները, որ Իրանի պատերազմը կդանդաղեցնի կամ կխաթարի այս նախագիծը, վարչապետը չի հաստատում։ Այսօր հայտարարեց ամենաբարձր մակարդակով հավաստիացում են ստացել Միացյալ Նահանգներից, որ այս նախագիծը մնում է առաջնահերթություն նահանգների համար։ Ավելին ասած, գործընթացները արագացել են։ Երկու կողմերն էլ, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները։ Թրիփի տնտեսական նշանակությունն ավելացել է, նույնքան շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը, հավելեց Փաշինյանը։ Որովհետև երբ որ մենք Ադրբեջանի մասին խոսում ենք, շատերն ասում են Ադրբեջանը թրիփին է մասնակցելու։ Ոչ, մենք պարզաբանում ենք, որ պարզապես թրիփը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի։ Պետք է սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի, եւ ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպիսի մոտեցում եւ շահագրգռություն ունի նաեւ Ադրբեջանը։ Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում էր կեսօրից հետո կառավարության ծրագրի կատարողականներ ներկայացնում եւ այն շատ տպավորել էր նախկինում հանրապետական, այժմ իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանին, ասաց թոշակառուները իրական հպարտության զգացում ունեն հիմա։ Առաջին անգամ նրանք այլևս իրենց զավակների եւ թոռների համար ֆինանսական բեռ չեն։ Այստեղ Փաշինյանը նույնիսկ Թորոսյանին զարմացրեց, միայն թոշակ բարձրացնելն ու առողջապահական ապահովագրությունը չի, այլ հնարավորություններ կան տարեցների համար։ Որ Կիրակի օրվա համար դեպի Լառնակը 2 եվրոյով տոմս կա։ Վարչապետը հիասթափությամբ ճշգրտեց, որ միակողմանի տոմսն է 900 դրամով։ 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմս կա, դա երկկողմանի մասին է, չէ, որ չէ, մի կողմանի մասին է։ Դե ասա համը հանել են, էլի դե անելու բաներ դա որ։ Այսինքն մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա բրատնա տոմս առնի։ Չհստակեցրին իշխանականները, թոշակառուները Կիպրոսի արևելյան ափ հասնելուց բացի, էլ ինչ կարող են անել հայաստանյան միջին կենսաթոշակով 60,000 դրամով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքից 3 առաջարկեցին ընդդիմադիր ուժերին համագործակցել դիմագրավելու իշխանության ճնշումներին եւ միասնաբար վերահսկելու ընտրությունները։ Ընդդիմադիրները այսօր շատ եռանդով չարձագանքեցին, հիմնականում հայտարարելով, թե առաջարկը չեն քննարկել, նրանց թվում նաև գործարար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը։ Հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն 5 ամիս է արել են քաղաքական դաշտի քաղաքական ուժերին եւ գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։ Ինչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ինչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Դա խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին եւ ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղաքբանտարկյալների ազատությունը ապահովելու եւ առաջկա ընտրությունների վերահսկողությունը իրականացնելու համար եւ այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Նաեւ մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով իմ հնչեցրած հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու եւ համատեղ ուժերով այս ապօրինությունների դիմացը առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են այս ապօրինությունները, պետք չի զարմանալ, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասնելու։ Այս իշխանությունը նաև ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ սրա դիմագրավելու եւ այս ամեն ինչը կանխելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերը եւ գործողությունները են։ Ճիշտ ասած, կուսակցությունը այդ հարցը չի քննարկել, երբ որ քննարկի անպայման կարձագանքենք պարոն Սարաթելյանի ասածին, ինչ վերաբերում է վերահսկողությանը, իհարկե պետք է վերահսկողություն իրականացնենք եւ առանց փակագծեր բացելու ձեզ համոզված ասում եմ, որ մեր վերահսկողությունը լինելու է ավելին, քան երբևէ։ Ոչ մի խախտում, ոչ մի ձևով, թող մեր ժողովուրդը վստահ լինի, որ իրենց քվեն ճիշտ հասնելու է տեղ, թույլ չենք տալու որևէ խախտում։ Ուժեղ Հայաստանին սազում է ուժեղ թիմ։
ամեն տեղամասում կունենանք մեր վստահված անձինք, որոնք չեն թույլ տա որևէ օրինախախտում, որևէ ուղղորդում, որևէ, չգիտեմ, ինչի որ իշխանությունները սովորեն։ Մենք վստահ ենք եւ համոզված ենք, որ ընտրատեղամասերից արձանագրությունները դուրս են գալու ճիշտ։ Այդտեղ արդեն իշխանությունը թող որոշի իր իշխանության ավարտը ոնց է կառուցելու, ընտրախախտումներով է կառուցելու, թե Եվրոպայի երկրներից մեկի վարչապետի պես խելոք համաձայնվելու է եւ գնա։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ուժեղ Հայաստանի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Տաշիր գրուպի սեփականատերը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցավոր ծագում ունեցող միջոցներ օրինականացնելու համար։ Մեղքը չի ընդունում, իսկ նրա շրջապատը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում։ Գործի քննությունը մոտ 8 ամիս տևեց։ Մինչ դրա մանրամասների մեջ մտնելը հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու հայտարարությունից անմիջապես հետո մեղադրյալի աթոռին հայտնված Կարապետյանը նախ պահանջել է փոխել իր տնային կալանքը, որ ակտիվ զբաղվի քաղաքականությամբ։ Տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստանի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանին առավոտյան դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով։ Կեսօրին արդեն նրա աջակիցներն ու կուսակիցները հավաքվեցին դատարանի բակում պահանջելով ազատ արձակել քաղաքական հայտ ներկայացրած Միլարդատիրոջը։ Իսկ որ Սամվել Կարապետյանը բոլորից բերի փոփոխություն, մեր ժողովրդին բերի փոփոխություն, այն պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ազատություն Սամվել Կարապետյանին! Սամվել վարչապետ! Իրավապահները Կարապետյանին արգելել են ընտանիքի անդամներից ու փաստաբաններից բացի այլոց հետ շփումը։ Այդ պատճառով նա այսօր անպատասխան էր թողնում լրագրողների հարցերը, միայն մի հայտարարություն արեց իր թիմի շանսերի մասին։ Մի քանի օրից կասեմ։ Ամռանը իշխանության թիրախում հայտնված հայ առաքելական եկեղեցին իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար։ Քրեական գործից հետո քաղաքական հայտ ներկայացրած Կարապետյանը դատարանում հայտնեց Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց երբ կավարտի դա չմանրամասնեց։ Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի ռեզիդենտ եմ, եկիմն եւս երկու անձնագիր, Որ երկրի անձնագրեր են։ ունեմ Ռուսաստանի անձնագիր եւ Կիպրոսի անձնագիր։ Թեև ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ Կարապետյանն է վարչապետի իրենց թեկնածուն, նա այդ պաշտոնին չի կարող հավակնել օրենսդրական արգելքի պատճառով։ Օրենքով վարչապետի թեկնածու կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը։ Քանի որ ես հիմա ուժեղ Հայաստանի կուսակցության նախագահն եմ եւ մասնակցում եմ գործողերին, ու վստահ եմ հաղթանակի մեջ, համար սկսել են գործընթաց այդ անձնագրերից հրաժարվել։ Գործարարի փաստաբանների պահանջով դատավորն արգելեց դատականից տեսանկարահանումը, թույլատրելով միայն ձայնագրությունը։ Պաշտպանական թիմից Արմեն Ֆերոյանը պնդեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։ Ինքը Սամվել Կարապետյանը այս հարցը թողեց իր փաստաբանների հայեցողությանը։ Կալանավորվել են հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու համար, հայոց ինքնությունը պաշտպանելու համար եւ մնացած բոլոր մեղադրանքները իրոք համարում են աբսուրդային։ Մեղքը չընդունող Կարապետյանն իր մեղադրանքն աբսուրդ, մեղադրական եզրակացությունն էլ թղթերի կույտ անվանեց։ Ես դա մեղադրանք չեմ համարում, մեղադրողը իրեն հրաման տվողները ավելի շատ կապ ունեն այս քարտի կույտեր, կան ես։ Դատախազն այսօր մեղադրանքը չներկայացրեց, քանի որ այլ հարց էր քննարկվում, բայց Արգամ Դալաքյանն օրերս հանրայինի եթերում պնդել էր, որ իշխանության զավթման կոչից բացի 8.5 միլիարդ դրամի հափշտակության եւ հարկերից խուսափելու համար մեղադրվող Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել։ Աշխատավարձի քողի ներքո այդ մարդկանց հաշիվներին փոխանցվել են գումարներ, որոնցով Ռուսաստանի քաղաքացիները Երևանում եւ արտերկրում բնակարաններ են գնել։ Ըստ դատախազության դրա հետևանքով ծառայողական լիազորություն
ընկերությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում է կատարվել։ Կարապետյանի փաստաբանները դեռ 3 միջնորդել էին դատարանին, որպեսզի այսօրվա դատականիստին հենց առաջին իսկ պահից քննարկի նրան տնային կալանքից ազատ արձակելու հարցը։ Դատարանը հենց առաջին պահից չքննարկեց, այնուամենայնիվ հասավ այս հարցին։ Փաստաբանները մեկը մյուսի հետևից հայտարարում էին, որ տնային կալանքի տակ նա չպետք է գտնվի, կարող է գտնվել ազատության մեջ։ Արամ Վարդևանյանն էր ասում, որ սա անհրաժեշտ է նաև իրենց քաղաքական գործունեության համար, որպեսզի Կարապետյանը գտնվելով ազատության մեջ կարողանա կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելիք ընտրացուցակի հետ կապված աշխատանքներ ծավալել, մարդկանց հետ հանդիպել, բայց դատախազը պնդեց, որ ոչ, նա չի կարող ազատ արձակվել տնային կալանքից եւ միջնորդեց եւս 3 ամսով շարունակել տնային կալանքը։ Դատախազը նշում էր, որ կան դեռ մարդիկ, օրինակ վկաներ, որոնց վրա նա ազատության մեջ կարող է ազդել։ Մինչդեռ փաստաբանները հակադարձում էին։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափանամիջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Դատական նիստը այսօր ընդմիջվեց, քանի որ դատավորն էր ծանրաբեռնված, հաջորդ նիստը ապրիլի 17-ին է։ Քանդեև ինչպես է քննարկում ընտրություններում հաղթելու, պարոն Կարապետյան։ Ընտրական կրքերը օրեցօր թեժանում են։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցչին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքից հետո իշխանությունը թեման ակտիվ սկսեց քննարկել, ընդդիմությունը հակընդդեմ մեղադրանքով հանդես եկավ, հենց քաղաքացիական պայմանագրի падգամավորի թեկնածուներից մեկի գործունեությունն առնելով խոշորացույցի տակ։ Ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամներ, որոնք ձերբակալվել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, դատարանից ազատ են արձակվել վարչական վերահսկողության պայմանով։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնվելով գաղտնալսման վրա նախորդին հայտարարել էր, թե անցած ամիս, երբ ընտրությունների հետ կապված արդեն թեկնածուների կողմից բարեգործության արգելք կար, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը բնակիչներին գումար են տրամադրել եւ արտոնյալ ծառայություններ խոստացել։ Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունն ու փաստաբան Արամ Վարդևանյանը հերքում են կապն ընտրությունների հետ, հայտարարելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից մեկն արդեն հերքվել է։ Դատարանի կողմից 2 դրվագից մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Եկեք այսպես ձևակերպեմ, հերքող տվյալները ունենք։ Մինչ իրավապահները գնում են ընդդիմադիրների ետևից, վերջիններս սլաքներն ուղղում են իշխող ուժի падգամավորի թեկնածու Լուսինե Ավետիսյանի կողմը, նրան վերագրելով նույնատիպ գործունեություն։ Մարտ ամսին քաղաքացիական պայմանագրի թեկնածուն սոցցանցերում տեսանյութեր էր հրապարակել իր հիմնադրած Փեթակ հասարակական կազմակերպության բարեգործությունների մասին, որտեղ Սպիտակի Արչահովիտ գյուղի բնակիչները շնորհակալություն են հայտնում նրան իրենց տները գազաֆիկացնելու համար։ Հուսով եմ կարեցել եք ինչ-որ չափով ձեր հոգսերը։ Շատ է կարեցել է, շատ, հրկություն ասա, ճիշտ եմ ասում։ Ուրախ եմ, որ ստացվել է այս ձմեռվա պայմաններում գոնե ինչ-որ բան։ Արչահովիտում հաստատում են վերջին 2 տարում Ավետիսյանի ղեկավարած կազմակերպության միջոցներով գազաֆիկացվել է 16 տուն։ Բնակիչներից ոմանք ծրագրի շահառու են դարձել դեռ 2023-ին, իսկ մյուսները ընդամենը ամիսներ առաջ։ Ես մենակ Լուսինե Ավետիսյան անունը գիտեմ, ինքն ա եկել մեր տուն, որ չեմ կարող ասեմ, մնացածից է շատ գոհ ենք, ով որը։ Գյուղապետարանն այսինքն կազմակերպել, թե հենց Ճիշտ ասած, ես չգիտեմ կազմակերպիչն ով է, բայց մեզ գյուղապետն ա ասել, որ ընդգրկենք որպես ծրագրի մեջին, կարծեմ Լուսինե Ավետիսյան մեր ավագանին է գյուղի։ Գյուղի մի քանի բնակիչներ նշեցին, որ տները կապույտ վառելիքին են միացվել նախորդ տարվա դեկտեմբերին, Ամանորի նախաշեմին։ Մենք շատ շնորհակալ ենք, ահա ու շնորհակալ ենք։ Չգիտեք, որ կուսակցական կամ ընդհանրապես։ Արցախից տեղահանված Գագիկ Խաչատրյանի կիսակառույցտունը եւս գազաֆիկացվել է դեկտեմբերին, իսկ մեկ այլ հիմնադրամ էլ գազօջախ է նվիրել։ Ընտանիքը սպասում է շինարարության ավարտին տեղափոխվելու համար։ Այս էլ գազը քաշեցին։ Ո՞վ է քաշել։ Էլի բանջետի ինչ-որ հիմնադրամ կարդես։
Հայփոստի աշխատակից Անուշ Փանոսյանի ընտանիքը տարիներ շարունակ չէր կարողացել վճարել միացման բարձր վարձավճարները։ Նախորդ դեկտեմբերին հարցը լուծվել է դարձյալ ՔՊ-ական տեխնացուի աջակցությամբ։ Իրանք եկել են, ամբողջ կատարել են, ինչ որ պետք է։ Հա, մենք ինչ ենք արել, ոչ մի բան, շլանգ ենք արել, այդ փոքր բաները միացմանով սա։ Ամբողջը իրանց ուժերով, իրանց միջոցներով։ ԿՊ-ական տեխնացու Լուսինե Ավետիսյանը, ով Սպիտակի ավականու անդամ է եւ դպրոցի տնօրեն, վարչատնտեսական գծով իր դեմ հնչող մեղադրանքները որակում է սուտ մատնություն։ Նա պնդում է, որ իր գործողություններում օրինազանցություն չկա, թեև Փեթակ բարեգործական կազմակերպության որևէ ֆինանսական հաշվետվություն բացհարթակներում առկա չէ։ Ավելին, Ավետիսյանը հեռախոսազրույցում հաստատեց, որ հաշվետվություններ չունեն։ Հասարակական կազմակերպության ֆինանսական հաշվետվություն չգտան։ Որովհետև ֆինանսական հաշվետվություն մենք այդ որպես այդպեսին չունենք, ֆինանսական հաշվետվություն մենք միայն ծրագիր արել ենք Գերմանիայի դեսպանատան հետ փոքր դրամաշնորհի շրջանակներում, հաշվետվությունը անհատ մարդկանց բարեգործական նվիրատվությունների հաշվին արել են ծրագրեր։ Այսինքն կոնկրետ այդ գազաֆիկատ Արդյոք դեռ 2023-ից գազաֆիկացվող տների բնակիչներին իշխող կուսակցության տեխնատուն պոտենցիալ ընտրող է համարում։ Ավետիսյանից պատասխան լսելու հնարավորություն չունեցանք, իսկ արչահովիցիները պնդում էին, ավելի լավ է միացված գազն անջատեն, քան թե դրա դիմաց իրենց ընտրական ձայնը վաճառեն։ Նկատի ունեմ, որ ձեզ հորդոր են, որ այդ ձեզ գազաֆիկացրինք, բան, չգիտեմ։ Չէ, ես չեմ ցանկանա շանտաժի ենթարկվեմ։ Եթե գազաֆիկացումով պետք է ինձ ինչ-որ մի բանի շանտաժի ենթարկին, չեմ ցանկանա ունենամ այդ շանտաժը։ Հա, նախապես որևէ խոսակցություն չի։ Անհնար բան է դա։ Այսինքն որևէ հորդոր, խնդրանք, որ այ անում ենք դե, բայց պետք է Չէ, եթե դες բանից առաջարկեն, ես թքած ունեմ այդ գազի վրա։ Տեղում անջատել կտամ հենց հիմա։ Ասեն դե որ գրանցումի չկա պտտաժամկետը 5000 գրանցենք որ կանակընտրությանը մասնակցենք էլի։ Գյուղապետարան դասին տենց։ Դա բան ասել է որ ընտրություն անել։ Բան չասել եմ գրանցում չունենք որ բան գրանցում նոր բան կանենք ընտրությանը։ Իսկ չասին ում ընտրել։ Չէ ոչ բան չեն ասել։ Հա, բայց գիտես ում-պես ընտրել։ Չէ որտես գիտեմ։ Կազմակերպության իրավաբանական հասցեում Սպիտակի բնակելի շենքերից մեկում այսօր որևէ ցուցանակ չկար, իսկ դուռը փակ էր։ Հարևանների խոսքով այստեղ մինչև վերջերս միայն հագուստ են բաժանել, այլ ծրագրերից տեղեկություն չունեին։ Նախընտրական շրջանում իշխանության սիրելի թեմաներից է նաև աշխատավարձ թոշակների բարձրացումը։ Իսկ դա հերիքում է չեզոքացնել այն գնաճը, որը վերջին ամիսներին կրկին սաստկացել է։ Անցած ամիս, երբ հարևան Իրանում ռազմական գործողություններ էին, Հայաստանում ինչպես եւ սպասվում էր, թանկացումների տեմպն ավելի արագացավ։ Ենթադրությունների կարիքը այլևս չկա, քանի որ արդեն հասանելի են պաշտոնական տվյալները։ Հատկապես ծանր է սննդամթերքի թանկացումների բեռը։ Անցած ամիս խանութներում ու սուպերմարկետներում մթերքը վաճառել են միջինը 7-8%-ով ավելի բարձր գներով, քան 1 տարի առաջ։ 1 տարում տավարի միսը թանկացել է ավելի քան 15%-ով, հացը 3, մակարոնեղենն ավելի քան 9, կաթը 5.5, մրգերը գրեթե 5, ձուն ուշադրություն ավելի քան 30%-ով։ Ցանկը դեռ կարելի է երկար շարունակել։ Մինչ կփորձեք վերհիշել, թե որքան ծախսեցիք վերջին անգամ սուպերմարկետում կամ մոտավոր հաշվարկ կանեք, թե հաջորդ այցը որքան կնստի, եկեք փորձենք հասկանալ, թե վերջին 5 տարվա ընթացքում ընդհանրապես ապրուստը որքան է թանկացել Հայաստանում։ Մի կողմից իշխանությունները պնդում են, թե աշխատավարձերն ավելի շատ են աճել, քան թանկացումների բեռը, մյուս կողմից ընդդիմությունը շարունակ սոցիալական վատթարացող իրավիճակի մասին է ահազանգում։ Հիմա նույն տարեկան գնաճը ըստ վիճակագրության կոմիտեի 3.3% է եւ այսինքն աշխատավարձը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 5%-ով ավելի է աճել։ Չեն ասում, որ ամեն 4-ից 3-ը 350,000 դրամից քիչ փող են ստանում։ Ով, որտեղ ու որքան է ճիշտ։ Այսինքն եթե առաջ պետքա 10000 դրամով առնեինք, հիմա պետքա առնենք 12190 դրամով։ Հանգացման ասում եք ոչ։ Հանգացման ասում եք ոչ։ Հանգացման ասում եք ոչ։ Թե
Թե 2018-ին հեղափոխությունից առաջ թանկացումների մասին բարձրաձայնող Նիկոլ Փաշինյանն ինչպես կարձագանքել եւ լսել ներկայիս իշխանությունների պնդումները, կարելի է միայն ենթադրել։ Իսկ մեզ այսօր ոչ թե ենթադրություններ, այլ փաստեր են պետք։ Նախ մի բան բացատրեմ. երբ լսում եք գնաճի սպառողական գների ինդեքսի մասին, հիշեք, որ խոսքն ընդհանուր գնաճի մասին։ Այսինքն սննդամթերքի, հագուստի, բնակարային ծառայությունների, առողջապահության, տրանսպորտի, հանգստի կազմակերպման եւ այլ ծառայությունների թանկացումների հանրագումարը։ Սակայն Հայաստանում, որտեղ բնակչության ավելի քան 20% նախքատության մեջ է ապրում, կենսաթոշակը տարեցներին չի բավարարում, գործազրկության մակարդակն էլ շարունակում է բարձր մնալ, քաղաքացիների գրպանին առաջին հերթին հենց սննդամթերքի թանկացումն է հարվածում։ Ուստի մեր հաշվարկի հիմքում հենց սննդամթերքի գնաճը կվերցնենք։ Պատկերացրեք կամ փորձեք վերհիշել 2021-ի մարտի գները։ Գնում եք խանութ, վերցնում անհրաժեշտ մթերքն ու դուրս գալիս ծախսելով պայմանական 20,000 դրամ։ 5 տարի անց նույն ապրանքները գնելու համար անհրաժեշտ է արդեն 25,372 դրամ։ Միայն սննդամթերքի հանրագումարային գնաճը 5 տարում շուրջ 27% է կազմել։ Ընդ որում սա ամբողջական բացվածքը չէ, առանձին ապրանքների թանկացումը շատ ավելի մեծ է։ Օրինակ, տավարի միսը վերջին 5 տարիներին թանկացել է ավելի քան 45%-ով։ Իսկ ընդհանուր գնաճը ներառելով նաև մյուս ոլորտները 5 տարում 20 ու 74% է կազմում։ Իսկ այժմ հարց, արդյոք մարդկանց եկամուտները նույն չափով կամ ավելի են աճել։ Չէ՞ որ սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ է, որ եկամուտների աճը գերազանցի թանկացում։ 2021-ին Հայաստանում միջին կենսաթոշակը 43,000 դրամ էր կազմում։ Վերջին 10,000 դրամի ավելացումից հետո այն այժմ 59,000 դրամ է։ Քեշբեքի ծրագրով սրան առավելագույնը կարող է գումարվել ևս 10,000 դրամ։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ օրինակ հունվարին ծրագրից օգտվողները միջինը 6500 դրամ են ստացել։ Ընդհանրացնենք, միջին կենսաթոշակ գումարած անկանխիկ գործարքների ծրագրով վերադարձած գումարը պլյուս-մինուս 66,000 դրամ է կազմում։ Ընդհանուր առմամբ կենսաթոշակները 5 տարվա ընթացքում ավելացել են 54,6%-ով։ Ընդհանուր առմամբ կենսաթոշակները 5 տարվա ընթացքում ավելացել են 54,6%-ով։ Մյուս կողմից սննդամթերքը թանկացել է 27%-ով։ Թեև ավելացումը գերազանցում է թանկացումները, կենսաթոշակն առայժմ չի հասել նվազագույն սպառողական զամբյուղին, չնայած սա կառավարության հիմնական խոստումներից էր։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Իրականությանն այդքան էլ չի համապատասխանում։ Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մի քանի մեթոդաբանություն կա։ Պաշտոնական տվյալներով ըստ էության յուրաքանչյուրը գերազանցում է միջին կենսաթոշակը։ Մի հաշվարկով անցած տարվա վերջին եռամսյակում մինչև նոր թանկացումներն այն շուրջ 79,000 դրամ է կազմել։ Մյուս տարբերակով մեծահասակների համար հասել մոտ 68,000 դրամ։ Քեշբեքն էլ ներառած 66,500 դրամ միջին կենսաթոշակն առայժմ այս թվերին չի հասել։ Նվազագույն պարենային զամբյուղն այժմ ավելի թանկ է, թե որքան պարզ կլինի, երբ վիճակագրական կոմիտեն հրապարակի նոր տվյալները։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները ոչ իրավապահները, ոչ պաշտպանության նախարարությունը չեն բացահայտում։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կուղարկի Հայաստան չեզոքացնելու Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները։ Ըստ Թրամփի Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսել առաջիկա օրերին։ Այս տարվա ընթացքում զինվորի մահվան 5-րդ դեպքն է բանակում գրանցվել։ Մինչ իրավապահներն ու ուժայինները մանրամասներ չեն հայտնում, ինչ հանգամանքներում է 19-ամյա տղան զոհվել, որտեղ լրատվամիջոցներն են դա անում։ Զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին էլ 3 մամուլը առաջինը տեղեկացրեց։
Այս տարվա 4 ամիսներին մահվան 5-րդ դեպքն է գրանցվել բանակում, խաղաղ պայմաններում։ Այս անգամ նույնպես նախ Շամշյան Քոմը առաջինը հայտնեց լուրը, տեղեկացնելով, որ մահացել է 19-ամյա Նարեկ Հակոբյանը։ Պաշտպանության նախարարությունը միայն ժամեր անց հաստատեց տեղեկությունը։ Շամշյան Քոմի տվյալներով դեպքը տեղի է ունեցել 3 ժամը 16-ի սահմաններում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշանի պոլիգոնից հրազենային վնասվածքով։ Ազատության տեղեկություններով զինծառայողը երևանցի էր։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն փոխանցում։ Պարզ չէ, արդյոք գործով ձերբակալվածներ ու կասկածյալներ կան։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, բանակում մահվան դեպքերի մասին իրենց վիճակագրությունը այլ է։ Մեր տվյալներով այս պահի դրությամբ 12 զինծառայողի մահացության դեպք է արձանագրվել 2026 թվականին։ Ասեմ, որ դեպքերի մի մասը հրապարակային չի եղել, այսինքն մենք իմացել ենք դատախազությունից, եւ հիմնականում դրանք այն դեպքերն են, որոնք զինվորական ծառայության հետ չկապված են դասակարգվել։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի խոսքով 2017 թվականից հետո իրավապահները զինծառայողների մահվան դեպքերը բաժանում են 2 խմբի՝ ծառայության հետ կապված եւ չկապված։ Մովսեսյանն ասում է, սովորաբար զորամասից դուրս տեղի ունեցած դեպքերը վթարներ, արձակուրդում մահեր կամ առողջական խնդիրներից մահերը դասակարգվում են որպես ծառայության հետ չկապված, սակայն իրավապաշտպանի գնահատմամբ այս մոտեցումը միշտ չէ, որ ճիշտ է, քանի որ որոշ դեպքեր կարող են ուղիղ պատճառահետևանքային կապ ունենալ հենց զինծառայության հետ։ Մինչդեռ ավելի վաղ ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զայրացել էր, թե ինչու է բանակին վերագրվում նաև այն դեպքերը, որոնք ծառայության ընթացքում չեն եղել։ Ըստ նախարարի 2025-ի ընթացքում բանակում մահվան 30 դեպք է արձանագրվել, որից միայն 6-ն է զինծառայության հետ կապված եղել, իսկ մահվան 24 դեպքերը ծառայության հետ կապ չեն ունեցել։ Պատճառներն ըստ գերատեսչության ղեկավարի տարբեր են ավտովթարներից մինչև հիվանդություններ։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ։ Մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ։ Մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում։ Բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկելու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով վիճելի են նաև հարուցվող հոդվածները։ 3 մահացած 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան դեպքով քննչական կոմիտեն ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական գործ հարուցել։ Իրավապաշտպանը կարծում է, որ այս հոդվածն ընտրվում է նաև մեծ աղմուկից խուսափելու համար։ Սա չի նշանակում, որ ինքնասպանության դեպքերով դեպքի մասին աղմուկ չի բարձրանալու, որովհետև ինքնասպանության դեպքերը ինքնին արդեն մտահոգիչ են այն իմաստով, որ զինված ուժերում դա վկայում է, որ զինված ուժերում միջանձնային հարաբերությունների խնդիրներ կան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի խնդիրներ կան եւ ինչպես գիտենք, քրեական բարքերի առկայությունը զինված ուժերում դեռևս կա։ Այսինքն նախնական հոդվածը դնելով որպես ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդված, դեպքը ավելի քիչ ուշադրություն դարձնող չի դառնում, հակառակը։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն չեն մանրամասնում, թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, կամ արդյոք Շամշյանի նշած Նուբարաշանի պոլիգոնում է ժամկետային զինծառայողը մահացու վիրավորվել, արդյոք հրազենային վնասվածքից է մահը վրա հասել։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, որ պնդում է բանակում դեռ լուրջ խնդիր է ոչ կանոնադրային հարաբերությունը, նաև նշում է. Դեպքերը չեն նվազել, ուղղակի անցած տարվա օրինակով ասեմ, որ 34 մահացության դեպք է արձանագրվել, չնայած զինվորական ծառայության հետ կապված դեպքերը պաշտպանության նախարարի կողմից նշվեց 6-ն են, ամեն դեպքում նեղ նայել դեպքերի պատճառներին սխալ է, որովհետև շատ դեպքերում, եթե նույնիսկ դեպքը չի արձանագրվում, ասեցինք զորամասի ներսում,
այն կարող է ուղղակիորեն կապ ունենալ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ։ Հիշենք այս տարվա դեպքերից մեկը, երբ սպանություն էր տեղի ունեցել, այն պատճառով, որ տեղի էր ունեցել վեճ, որի ընթացքում զինծառայողներից մեկը հայհոյանք էր հնչեցրել։ Այսինքն այս մտածելակերպը դեռևս զինված ուժերում շարունակում է դրսևորվել։ Այս տարվա գրանցված մյուս 4-3 դեպքերը հարուցվել են մահվան պատճառ դարձած զինվորական անփութության, ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու հոդվածներով։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում, դաշինքի անդամ երկրների դեսպանները որոշումն այսօր են ընդունել։ Ակնկալվում է, որ վերջնական հաստատումը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարների նիստում։ Տարիներ առաջ Բաքուն քննադատել էր իր սահմանին Հայաստանի տարածքում եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու որոշումը եւ ի վերջո հասել նրան, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում ամրագրվի համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի։ Հիմա նոր առաքելություն գործուղելով Հայաստան, Բրյուսելը ընդգծում է դրա նպատակն է նվազեցնել եւ չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները։ Ըստ Ազատության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքից խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրելով։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման եւ արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաեւ ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Իդեպ խոսելով հնարավոր վտանգների մասին, փաստաթուղթը առանձնացրել է նաեւ Իրանի դեմ պատերազմը, նշվում է, որ այս լարվածությունը կարող է ել ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ կարիքների վրա եւ շահարկվել ընտրությունների շեմին։ Ակնկալվում է, որ Եվրամիության նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է 2 տարով։ Հիմա Իրան-Ամերիկա բանակցությունների հեռանկարին անդրադառնանք, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ եւ շատ շուտով, առաջիկա 2 օրերի ընթացքում։ Շփումների առաջին փուլը, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթավերջին, համաձայնությամբ չավարտվեց։ Իրանը սպառնում է արգելափակել առևտուրը Կարմիր ծովով, եթե ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական բանակի հայտարարությունում նաև ասվում է, որ ԱՄՆ այս քայլը հրադադարի խախտում է։ Մեր զինված ուժերը թույլ չի տա առևտուրը Կարմիր ծովում, եթե ամերիկյան շրջափակումը շարունակվի։ Մենք թույլ չենք տա որևէ արտահանում կամ ներմուծում Պարսից ծոցում եւ Օմանի ծովում։ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Իրանին ճնշելու բոլոր փորձերը կձախողվեն։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ եւ կողմ է կառուցողական բանակցություններին։ Նույնը Փեզեշքյանն ասել էր երեկ եւ զգուշացրել, թե Իրանը կպաշտպանի իր իրավունքները։ Մենք անկարգությունների չենք ձգտում։ Մենք հասկանում ենք, որ հանուն երկրի բարելավման չպետք է պատերազմենք, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ եթե մեզ վրա հարձակվեն, պետք է ամուր կանգնենք եւ չխոնարհվենք նրանց առաջ։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումն իրագործված է ամբողջությամբ եւ դադարեցված է ծովով Իրանի առևտուրը, որը կազմում է երկրի առևտրի մոտ 90%-ը։ Associated Press-ը հաղորդում է, որ ամերիկյան զինուժն Օմանի ծոցից հետևում է, թե ինչպես են նավերը դուրս գալիս իրանական նավահանգիստներից ու երբ անցնում են Հորմուզը, փակում է դրանց ճանապարհն ու ստիպում ետ գնալ։ Ըստ իրանական մեհեր գործակալության Իրանը մտադիր է այլ նավահանգիստներ օգտագործել բլոկադան շրջանցելու համար։ Իրանական Ֆարսն էլ հայտնում է, որ պատժամիջոցների տակ գտնվող իրանական 2 լցանավ է հատել նեղուցը, չնայած ամերիկյան շրջափակմանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը առաջիկա օրերին կարող են վերսկսել բանակցությունները եւ այժմ քննարկումներ են ընթանում։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, թե պատերազմը կարող է ավարտվել շուտով, թեև Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ նամակ է գրել Չինաստանի նախագահին եւ խնդրել Իրանին զենք չմատակարարել։ Ըստ նրա, Սի Ցինփինը պատասխանել է նամակին։ Այո, ես նրան նամակ գրեցի, խնդրելով, որ չանի դա։ Եվ նա պատասխանեց իմ նամակին, նշելով, որ ըստ էության զենք չի մատակարարում։ Financial Times-ը գրել էր, որ Իրանը չինական արբանյակ էր օգտագործել ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու համար։ Թրամփը նաև սոցցանցում գրել է, թե Չինաստանը շատ ուրախ է, որ ԱՄՆ-ն ընդմիշտ բացում է Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն դա անում է թե Չինաստանի, թե ողջ աշխարհի համար, սակայն նեղուցով դեռ սահմանափակ թվով նավեր են անցնում։ Պակիստանում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարած ԱՄՆ փոխնախագահն իր հերթին ընդունել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև մեծ անվստահություն
հատկություն կա եւ խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում։ Ջեյդի Վենսը նշել է, որ Իսլամաբադում մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն Թրամփը ըստ նրա ցանկանում է կնքել ոչ թե փոքր, այլ մեծ գործարք։ Նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որով Իրանը չի ունենա միջուկային զենք, չի հովանավորի ահաբեկչությունը, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա զարգանալ, բարգավաճել եւ միանալ համաշխարհային տնտեսությանը։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև շփումներ կան, սակայն բանակցությունների կոնկրետ օր դեռ որոշված չէ։ Էսմայիլ Բաղային ասել է, որ երկշաբաթյա հրադադարի երկարաձգման մասին հաղորդումները չեն հաստատվում։ Ամերիկացի պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի համաձայնել ապրիլի 22-ին լրացող հրադադարի երկարաձգմանը։ Այս ընթացքում Իսրայելը Լիբանանում շարունակել է հարվածները արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլային։ Շարժումն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական Հարեց թերթը գրում է, որ Իսրայելի բանակը հարավային Լիբանանի գյուղերն ավերում է ճիշտ այնպես, ինչպես Գազայում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը վերջին 30 տարում 3 առաջին ուղիղ բանակցություններն են անցկացրել վերջ տնելու Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի եւ Իսրայելի միջև պատերազմին։ Կողմերը դրական են որակել քննարկումները եւ համաձայնել են շարունակել դրանք։ Սակայն Հեզբոլլան Իսրայելի հետ բանակցելու Լիբանանի որոշումն ազգային մեղք է որակել։ Հեզբոլլայի падգամավոր Հասան Ֆադլալլահը ասել է, որ դա ել ավելի կխորացնի երկրում առկա պառակտումն ու բևեռացումը։ Միթե կառավարությունը չի գիտակցում իր նախաձեռնության վտանգը եւ արդյոք հասկանում է, որ սխալ ճանապարհ է ընտրել, որը միայն մեծացնում է լիբանանցիների միջև պառակտումը։ Այն թշնամուց ոչինչ չի ստացել, բացի գովասանքից, առանց որևէ պահանջի հասնելու։ Ֆադլալլահը նաև ասել է, որ կառավարությունը պետք է վերանայի իր հաշվարկները եւ հրաժարվի այս ուղղությունից։ Այսքան այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում, նույնպես հետևեք, հաջողություն։